Մոտ 1 տարվա դադարից հետո վերջապես կայացավ Վանաձոր համայնքի ավականու նիստը։ Հանրային քննարկման ժամանակ բաց է բացատրել կազմակերպական բարեկամության կողմից աշխատավարձերի բարձրացման հետ կապված ու օրակարգի այդ հարցը չկա։ Ես առաջարկում եմ այդ հարցը մտցնելու համար շնորհակալություն եմ հայտնում, որ մեր առաջարկը հիշեցիք եւ առաջարկեցիք միացած առաջարկի։ Հիշեցնենք, որ այս ընթացքում ավականու նիստերը փաստացի չէին կայանում, քանի որ Մամիկոն Ասլանյան դաշինքը հայրենիք եւ ապրելու երկիր խմբակցությունները բոյկոտում էին նիստերը, պահանջելով Վանաձորում անցկացնել նոր ընտրություններ։ Քաղաքական տարաձայնությունների պատճառով երկար ժամանակ չկայացած նիստը տեղի ունեցավ մարտի 9-ին եւ անցավ բավականին լարված մթնոլորտում։ Քանի որ աշխատավարձը չի բնավորաբար, ես անձնավորապես ավական անդամ ես այդ հարցերն եմ ներկայացնելու, որտեղ եթե մտցնում եք աշխատավարձը։ Այսինքն աշխատավարձը միավորով կասեք ավականունիստի, կվերես կմցնես մեկ է ձեր կխոյարի։ Որովհետև պարոն Պելեշյանի լարնույթը գիշտա գիտես որ հաջո եստի որ չի լինելու եւ աշխատավարձ չի բացվում։ Բոլոր մակարդակներում մեր իշխանության ջանքերի շնորհիվ նաեւ երկու լրացուցիչ մակարդակներ է գտնվել Վանաձոր համայնքում։ Դա ասեք շնորհակալություն որ սարքել եք, պարտավոր եք սարքել, դա քիչ եք սարքել։ Այդ ուտել մակարդակները չեք սարքել, որ դա կարելի է։ Այդ նկարը դա կարելի է։ Ավականու նիստի թեման նորից օրակարգ վերադարձավ այն բանից հետո, երբ Լոռիում նշանակվեց նոր մարզպետ։ Մենք բոլորս այստեղ ներկաներով հավաքված շատ լավ հասկանում ենք, որ առանց ավականու նիստի այս ծրագրերը կառավարություն չեն կարող ուղարկվել։ Եվ դրանից հետո իշխանական թևից հնչեցին հայտարարություններ, թե եթե ավականու անդամների համար իսկապես կարևոր են Վանաձորի խնդիրներն ու քաղաքում ստեղծված իրավիճակը, ապա պետք է պարզապես ներկայանալ նիստերին եւ մասնակցել քննարկումներին։ Բարի ողջույն սիրելի վանաձորցիներ, ես Արտավազ Տալավերդյանն եմ, ներկայացնում եմ Ապրելի երկիր կուսակցությունը, ավականու։ Այս հայտարարություններին ի պատասխան Ապրելու երկիր կուսակցության ավականու խմբակցության ղեկավար Արտավազ Տալավերդյանը Facebook-յան էջում հայտարարություն տարածեց, որ իրենք պատրաստ են մասնակցել նիստերին, սակայն միայն այն դեպքում, եթե օրակարգում ընդգրկվեն վանաձորցիների համար կարևոր եւ կոնկրետ հարցեր։ Որ բացարձակապես չունեն վստահություն այս իշխանություններին, նրանց մուլտիկներով եւ PR-վելով կառավարմանը, այդ սուբվենցիաները, որ մատի փաթաթան են սարքել եւ հիշում են ընտրություններից ընտրություն, բացառապես իմ կարծիքով նրանց համար քաղաքական դիվիդենտներ են ընտրությունների նախաշեմին եւ ոչ մեկ էլ Վանաձորի մասին չի մտածում, ինչեւէ, առաջարկում եմ ամսի 9-ին տեղի ունենա ավականու նիստ եւ որպեսզի ձեզ համար Նա առաջարկել էր օրակարգում ներառել մի շարք խնդիրներ, Վանաձորի մանկապարտեզները դարձնել անվճար, բարձրացնել համայնքապետարանի եւ համայնքային կառույցների միջին եւ ցածր աշխատակիցների աշխատավարձերը, քննարկել վանաձորցիներին հուզող սոցիալական հարցերը եւ այլն։ Ընթരാճ գնալով առաջարկին եւ պահը բաց չթողնելով իշխանական թևը 7 օր հետո գումարեց նիստ, որի օրակարգում ընդգրկված էր 46 հարց։ Սակայն նիստի ընթացքում տեղի ունեցավ մի իրավիճակ, որը կարող էր կրկին փակուղու առաջ կանգնեցնել ավականու աշխատանքը։ Ով ահաշկել։ Կարող հացնենք, եթե 9 հոգի հաշվում են, 3 խմբակցություն անստավ, ասեն մարդիկ, ձեռնպային կողմեն, Ես ասեմ, չեմ ասեմ, ժողովուրդ քաղաքացիական պայմանագիր կուսակցության հարգելի գործընկերներ, դուք քաղաքական նշեցիք, եթե դուք բյուջեի կառավարողականի գնահատական եք բային ձեռնապահը բյարկելով, դա նշանակում է, որ դա քաղաքական դիրքորոշում է ձեր կողմից, Վանաձորի քաղաքապետարանի աշխատանքի կարծում եմ դա կոնկրետից համար ընդունելի չի, որովհետև դա
Բանն այն է, որ մինչև քվեարկությունը քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավարը հրապարակայնորեն մի քանի անգամ հայտարարեց, որ իրենց խմբակցությունը ձեռնպահ է քվեարկելու։ Դրա համար ինքնության կարող ամեն ինչ հասկացել ձեռնպահ քվեարկելը իննահոգու, եթե ստան եք հասկացել ու եք չէ։ Պարոն Նայվարյան, սաղ չեք հասկացել, դա շնորհակալություն որպես հացատում եք ինչ չի կարող դուք կոնկրետ եմ շնորհակ եք մենք դիքորոշում Հա, այսինքն հստակ, մենք գիտենք, շնորհակալություն ունենալով քաղաքի ղեկավարություն, որը ուղիղ նշանակումով վարչապետի կողմից եղած այս իրավիճակը դուք կարող քաղաք ինչ-որ ձևով կառավարվի, կոպիտ ասած դուք ընդառաջ եք գնացել քաղաքը կառավարվի, լավ թվա դա այլանց է, ոնց է, մարդիկ են իսկույն կանեն։ Բայց հիմա ունենալով ձեռնպահ դիրքորոշում, նորմալ մարդիկ ունեն ձեռնպահ դիրքորոշում, այսինքն հենց մարդիկ ունեն, ասեցին, բարձր ասեցին։ Մենք հարցեր ունենք, քան դեռ բազաբանված չի, մենք ձեռնպահ ենք, բայց երկրորդ անգամ հարցրեցինք, խմբակցության ղեկավարը չեմ կարծում, որ երկրորդ անգամ սխալված են, ասեց, որ հստական է դիրքորոշումը իրանց, եւ այս դեպքում արգելիներս պետք չի բան վերացել, այս դեպքում, եթե 9 ման ձեռնպահ նույնիսկ, 7 անձով նույնիսկ, եթե մենք կողմ չենք, բայց եթե կողմ լինի, այս հարցը չի անում։ Հիմա հարց, մենք չենք կարողանալու, իսկ հենց տեղ ավարտվում։ Ինչի, որովհետև մենք կառավարական չենք քվեարկում, կողմ կան չի ասում։ Հիմա ելի մի հատ կարող եք երրորդ փորձով անել դիրքորոշում փոխել։ Բայց իսկական անձով կնայել, սա որպես կարծիք։ Չէ, հիմա ասում եք ես հարցը վրա եք ասում, ես չի լինի։ Այս այլ է բարձրաբան։ Իրոք է մարդիկ ունեն դիրքորոշում, բարով իրական, դուք ասում եք տենց չի լինի։ Սա ես ուզում եմ հասկանամ օրենքով տենց չի լինի, թե դուք ասում եք եթե այդպես լինի, հիմա չեն կարող։ Հիմա այսինքն մենք ինչ կարանք անենք օրենքով, ինչ կարանք մարդկանց պետք չէ ասել։ Ժողովուրդ ջան, ես ոչ նման իրավաբան կրենկաբանություն կարգվող 8,000 ռուբլի շնորհացնենք նրանք ինքնպես կասեն։ Նորից քվեարկենք, առաջարկ կա, ասես։ Եթե դրականիք լինի, Իհարկե։ Չեն ասում եք շանան, Ընդմիջումից հետո նույն հարցը կրկին դրվեց քննարկման եւ քվեարկության, ինչից հետո արդեն հնարավոր դարձավ շարունակել նիստը եւ անցնել օրակարգի մյուս հարցերին։ ժողովուրդ ջան, գնալի որ ձեր բոլորին սպասեցնենք բերեցին, բայց հաշվի առնելով որ օրենքների դերակատարությունների մեջ հաշվի առնելով որ ինչ անցնենք դիժենք 2026 թվականի ամբողջ Երեթերիկ բնակիչների հասցերնամ հանգապատությունից փողոցներից ու տարբեր բաններից սկսած ես առաջարկում եմ հանդերում իզդեմեն քվեարկության ու համակցությունը ազատ քվեարկություն Սակայն ավականու աշխատակարգի տեսանկյունից սա արդեն հարցեր է առաջացնում, քանի որ հարցը մեկ անգամ արդեն դրվել էր քվեարկության եւ արդյունքը արձանագրվել էր։ Նույն նիստի ընթացքում նույն հարցը կրկին քվեարկության դնելը կարող է դիտարկվել օրենսդրական կամ ընդհանցակարգային խախտում։ Սա ընդհանցակարգի խախտում չի։ Չէ, ես դեմ եմ քվեարկել, կասեմ դեմ։ Բայց եթե Ասենք քանի կողմ են համատակը, Ժորժյան ոնց մի հատ չէ։ 10 կողմ, 2 դեմ, մնացածը սերխնում։ Այս իրավիճակը բավականին տարօրինակ էր, նաև այն պատճառով, որ շուրջ 1 տարի հենց իշխանական քաղաքացիական պայմանագիր խմբակցությունն էր մյուսներին հորդորում ներկայանալ նիստերին եւ հաստատել կառավարության կողմից տրամադրվելիք շուրջ $32 միլիոն սուբվենցիոն ծրագրերը։ Եթե մենք մարդկանց ասում ենք այս ամեն մեկ ստանդարտ հասկում ու դա շատ մեր ողջունելի թվեր են կանոնացիա իշխանությունը։ Սա մեր քաղաքն է եւ ողջունելի աշխարհգործ արվի մենք էլ աջակցենք եթե չեն կարող օգնել նվազը չեն կարող բայց քննադատությունը լինել լավ միանշանակ բայց եթե ասում ենք դա կանոնի պատճառաբանությունները կարող լինեն հազար տեսակ հազար դեպի մենք հենց դրա համար է որ այդ ռիսկերը կառավարենք որովհետեւ մենք չենք խաղում մարդկանց բայց ստացվում է որ մեր ասածը չէ ու սրանք որակումներ ես չեմ ուզում տամ Հոգորը սենա, որ կառավարումը անեն ձեր կամ այնպիսի նախագծեր դնեն,
որոնք իրականանալի են, կառավարելի են, դա լինելու առանցիկ, եթե դե ասում են 26 թվականի բյուջե եւ սուբվենցիա, դա լինի 26 թվականի։ Նիստի ընթացքում ընդունվեցին նաև մի շարք կարևոր որոշումներ։ Մասնավորապես Վանաձորի մանկապարտեզները ապրիլի 1-ից դարձան անվճար, ինչին կողմ քվեարկեցին 17 ավականու անդամները։ Երեխեք ինձ նոր շնորհավորում եմ, որ մեր մանկապարտեզները մեր որով այսքան նստած իսկ ձեր բացացնելով դառնում անվճար։ Շնորհակալություն ժողովուրդ։ Նախ շնորհակալ եմ տաղպարությունների համար, պարոն Փելեսյան։ Նաև շնորհակալ եմ ձեզանից, որովհետև մենք անհատական զրույցներում բոլոր գիշեր ապրելու երկրի խմբակցության հենց առաջի հարցը ծրագրային եղել է եւ քանի դեռ ավականն է աշխատում, դա մեր հենց համար առաջի հարցներ է, դարձը, որի շուրջ զրույցներում դուք միշտ ողջունել եք։ Դրա համար եւ շնորհակալ եմ տաղպարությունների համար։ Այս sense մի քիչ քեզ դա եւ մարդ չեմ հանդիպել ավական անդամներից, չգիտեմ, իշխանությունից, ընդդիմությունից ու հեծելուց եմ եւ մեկը դեր լինի, բայց փաստը նման փաստ եւ քանի որ այդ նիստը ստացվեց հենց որ ես հրավիրեցի իմ հայտարարությամբ, այսպես չանկերպարով ասած, իհարկե աշխատակազմի դրեց, սա այն երեք հարցերից էր, որի վրա ես շեշտադրում եմ դրել, բոլորից շնորհակալ եմ, այս հարցին ընդհանրաշնորհակալություն, սա դեռ վաղ պիտի լիներ։ Միևնույն ժամանակ չընդունվեց համայնքապետարանի եւ համայնքային կառույցների աշխատակիցների աշխատավարձերի բարձրացման հարցը, պարզաբանելով, որ այն դեռևս ուսումնասիրությունների կարիք ունի, եւ աշխատակազմը չի հասցրել այն պատշաճ ներկայացնել։ Ուզում եմ նաև ընդգծել, որ Վանաձոր համայնքի բյուջեի շուրջ 80%-ը ձևավորվում է պետության կողմից տրված դոտացիաների շնորհիվ, եւ հենց դրա շնորհիվ է, որ մենք կարողանում ենք իրականացնել լայնածավալ ծրագրեր։ 5 միլիարդ 100 միլիոն Վանաձորի բյուջեն է, որից դոտացիան 3 միլիարդ է, այսինքն 80%-ը չէ դուք։ Ես նշեցի շուրջ 80%-ը։ Ավականին նաև հաստատեց համայնքապատկան մի շարք տարածքների վարձակալության ժամկետների երկարաձգումը։ Դրանից հետո քննարկման դրվեցին նաև սուբվենցիոն ծրագրերը, որոնց հաստատման հարցը շուրջ 1 տարի փակուղում էր։ Այս ծրագրերի վերաբերյալ դիրքորոշում հայտնեց նաև ապրելու երկիր խմբակցության ղեկավար Արտավազդ Ալավերդյանը։ Ես պատահելու հավրիկը այս տարի դրացել լինելու թե չէ։ Մենք դրան ենք կդակը թե չէ։ Այս սուբվենցիան այս տարի անելն ենք թե չէ։ Դե սա տարիների ընթացքում ես եմ ընդհանրեն ուզում որ ասեմ։ Նայ, իհարկե ինչ ասում ատաղավետանից մենք իմանից ստացեցինք առավոտը դան մասնակցել բավական որ հնարավորին շուտ մեր քաղաքը գործերը ավելի արագ սկսենք։ Այս անգամ սուբվենցիոն ծրագրերը հաստատվեցին։ Իսկ նիստի վերջում քննարկման ներկայացված Վանաձորում ապօրինի կառուցված շինությունների հողամասերի օրինականացման հարցերը չընդունվեցին, ինչը նաև կառավարության պահանջն էր, քանի որ քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը դեմ քվեարկեց։ Ժամանակի սուբության պատճառներով ինչ չեն կարող բացել դիմումները ծանոթանանք, մենք հակառակորդ դիմումները ծանոթանանք, քննարկենք ոչ մի քաղաքացու օրինական պարունակներ կամ դիմումներ հնարավոր չեն եղնում բնականաբար, սարժում ընդհանրապես ժամանակի վարձա 3 օրն հնարավոր դիմումներ ծանոթանանք։ Պարոն Հարությունյան, քանի օրապետ բոլոր դիսպլին այդպես տանոթացնել, ինչ հրավիրել, եւ այդ մանխանդիր ուներ։ Քանի օր է sense կոնկրետ չասեմ։ Քանի ժամ է այդպես։ Մենք ինչ հարցեր շատ Բրավ եւ կամ երկրորդ մի հատ։ Եվ բոլորը ստեղեն կարգենցին ապօրնել հայտարարել։ Ում եմ զայն տվեք, ելից։ Բավականին մեզ ներկայացնում են, որ այս տարածքները պետք է օրինականացվի, ինչ շահագրում դու 3 օր տան, 3 տարի տան, բացի շահագրումը ուրիշ ոչինչ չեք կարողանալ։ Սա այն տարածքների մասին է, որ վերս Վանաձորին 2 տարուկ է, սպասել ամիսի, մենք իրանց ասել ենք եւ իսկ գտնի ավականին գտա համաձայնություն, ձեր գործերը կգնա առաջ։ Ավականին ընդհանրապես տալիս է համաձայնություն, որ դեմ չի, որ այս տարածքը իրականացվի։ Եթե ավականու անդամները, այդ թվում ես, ունեն կասկած, որ կարող է դրանց մեջ կան հողեր, որոնք ենթակա չեն, ես պարտավոր եմ գամ եւ քաղաքապետի որոշում դառնալուց առաջ ստուգ է գնալ տեղում նայել իմ հանրությունն ասեմ։ Հիմա կոնկրետ քաղաքացիական պայմանագիր ուսումնասիրության դիրքորոշումը ինձ համար դա կոնկրետ վանաձորցիներին վանացելու տարապարունակում։
Մեկ տարվա դադարից հետո կայացած նիստը որոշ հարցեր լուծեց, բայց միաժամանակ նոր հարցեր էլ առաջացրեց։ Արդյոք Վանաձորի ավականին վերջապես դուրս է գալիս քաղաքական փակուղուց, թե սա ընդամենը հերթական ժամանակավոր համաձայնությունն էր։